ըստ էության շատ գործողություն անդրադառնալու խնդիր չունենք, բայց մի քանի ընտանեկան դիտարկում կուզենայի անել մեր կողմից։ Նախ կուզենայի անդրադառնալ գնահատման մեթոդաբանությանը այն համատեքստում, որ գործընկերներն նշեցին, որ իրականացվել է վարիացիոն շարքի հիման վրա, բայց այստեղ կառաջարկեի կամ հետագայում քննարկման տեսանկյունից, որպեսզի կատարված աշխատանքների տոկոսայինությունը, գնահատման տոկոսայինությունը արտացոլել ոչ միայն կատարված գործողությունների տոկոսային հարաբերակցությունը, այլ նաև մասնակի եւ մեծամասամբ կատարված գործողությունների համատեքստում այն տեսանկյունից, որ ըստ էության վարիացիոն շարքի բանաձևի կիրառման տրամաբանությունը հենց կատարված, մասնակի կատարված եւ մեծամասամբ կատարված գործողությունների ընդհանուր տոկոսային շեմի համադրումն է, որի արդյունքում մենք ունենում ենք ռազմավարության կատարողականի ընտանեկան տոկոսային ցուցիչ։ Այդ համատեքստում, եթե նայում ենք, մենք ստանում ենք այս բանաձևով ընդհանուր ռազմավարության կատարվածության 79.3%, որը ներառում է ինչպես կատարված, այնպես էլ մասնակի եւ ամբողջական կատարված գործողություններին։ Անդրադառնալով արդեն յուրաքանչյուր մասով կատարված գործողություններին, հարկ է նշել, որ ըստ էության հակակոռուպցիոն ռազմավարությանը ռազմավարական առաջին նպատակը դա վերաբերվում էր կոռուպցիայի կանխարգելման հիմնահարցերին։ Կոռուպցիայի կանխարգելման հիմնահարցերի շրջանակներում պետք է նշենք, որ այստեղ ըստ էության մենք հիմնականում նախատեսել ենք իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք մեծամասամբ կատարված են եւ այդ աշխատանքների արդյունքում մի շարք ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ կարգ են մշակված իրավական ակտերի նախագծեր, որոնց մի մեծ հատվածը շրջանառվել է, իսկ մի մեծ հատվածը արդեն մշակվել է եւ քննարկումների փուլում է։ Անդրադառնալով մյուս ռազմավարական գլուխներին, օրինակ կուզենայինք որպես դիտարկում նշել, որ ըստ էության հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների վերաբերյալ գործողությունը, որ գնահատվել էր մասնակի կատարված, մեր մոտ գնահատվել է կատարված է ամբողջությամբ։ Այստեղ ըստ էության աշխատանքները կատարվել են մեր գնահատման ամբողջությամբ, այն տրամաբանությամբ, որ համապատասխան վերապատրաստումներն իրականացվել են եւ ուղեցույցները մշակվել են։ Մնացած հատվածներում եւս կան նմանատիպ դիտարկումներ մեր կողմից, որոնք ըստ էության վերաբերվում են գնահատման մեթոդաբանությանը եւ գնահատման առանձնահատկություններին, բայց ընդհանուր առմամբ կուզենայինք նշել, որ 2024 թվականի ընթացքում նախատեսված 69 գործողություններից ըստ էության ըստ մեր գնահատման ամբողջապես կատարվել են 36 գործողություն, մեծամասամբ կատարվել են 11 գործողություն եւ մասնակի կատարվել են 21 գործողություններ։ Ունենք մեկ չկատարված գործողություն, որը ըստ էության կապված է թվային հարթակների հետ։ Մենք որոշակի խնդիր ունենք հենց գործողությունների բովանդակության հետ։ Օրինակ մեկը քննարկվեց 3.12 գործողությունը, բայց մենք ունենք մի շարք նմանատիպ գործողություններ, որոնք ըստ էության կատարման փուլում իրենք խնդրահարույց են եւ կատարման փուլում արդեն երբ սկսվում են համապատասխան աշխատանքների իրականացումը, բարձ է դառնում, որ ըստ էության ռազմավարության մեջ ֆիքսված ձևակերպումներով եւ ֆիքսված մոտեցումներով հնարավոր չէ որոշ տեղեր առաջ շարժվել։ Այսինքն այստեղ նաեւ գնահատումը իրականացնելիս գտնում եմ կարևոր է նշել, որ նման դեպքերում մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ որոշակիորեն շեղումներ հնարավոր են լինել ռազմավարության բուն կատարված աշխատանքներում, հիմք ընդունելով միջազգային փորձը եւ այն պրակտիկան, որը ավելի կիրառելի է եւ ավելի իրատեսական է իրացվելու տեսանկյունից։ Շնորհակալություն։